Բարևձեզ, ուզում եմ հիշեցնել, որ այսօր մենք քննարկում ենք Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրելու մասին հարցը։ Մեր տեխնացուն Վիլեն Կապրելյանն է, պարոն Կապրելյանը նախորդ գումարման ազգային ժողովում եղել այդ հանձնաժողովում եւ շատ ակտիվ մասնակցություն է ունեցել մինչեւ իր մանդատը դնելը, իսկ այստեղ խոսվեց այդ մանդատը դնելու կապված։ Ես ուզում եմ նկատել, որ այդ ավանդույթը եւս, երբ քաղաքական գործիչը պատասխանատվություն է վերցնում իր արարքների եւ ասացների համար, եւս ներդրել է քաղաքացիական պայմանագիր եւ պարոն Կապրելյանը լավագույն օրինակներից է պատասխանատու քաղաքական գործչի։ Եվ նաեւ ուզում եմ հիշեցնել պարոն Կապրելյանի ակտիվ աշխատանքը այդ հանձնաժողովում իր նախորդ հնարավորության ժամանակ պարոն Կապրելյանը մի շարք օրենքներ է նախաձեռնել, այդ թվում հասարակական կազմակերպությունների հետ սերտ աշխատելով, եւ կարծում եմ արժանի տեխնացու է այդ հանձնաժողովը գլխավորելու համար։ Պարոն Կապրելյան, ձեզ հաջողություն եմ մաղթում թե ընտրվելու հետ կապված, թե ընտրվելուց հետո նաեւ աշխատանքներ իրականացնելիս։ Մեր շատ գործընկերներ անդրադարձան մեր ընդդիմադիր գործընկերների խոսույթներին, այդ թվում պարոն Խաչատրյանի հայտարարություններին տիկին Տաբայանը նկատեց հատկապես կապված մեր սպառազինության ձեռքբերման հետ կապված պարոն Խաչատրյանի իբր խնդրահարույց դիտարկումներին, բայց ուզում եմ հասկանալ, արդյոք դա խնդրահարույց է, երբ պետությունը մի քանի տեղերից է կարողանում ռազմական ձեռքբերումներ անել, որը պարոն Խաչատրյանը փորձեց այդպես ներկայացնել։ Պարոն Խաչատրյան, ուզում եմ հիշեցնել, որ մենք նախկինում մեկ կամ կարելի ասել գրեթե մեկ տեղից ձեռքբերումներ ունենալով մենք խնդիրների ենք բախվել, երբ այդ մեկ կենտրոնից կախվածությունը մեզ բերել է տարբեր խնդիրների, այդ թվում եւ պատերազմի ժամանակ։ Հիմա դուք փորձում եք նսեմացնել Հայաստանի Հանրապետության բանակի ձեռքբերումները, որոնք այս տարիների ընթացքում եւ ընդհանրապես բարեփոխումները, որոնք այս տարիների ընթացքում տեղի են ունեցել, եւ փորձում եք հնդկական զենքը ներկայացնել արևմտյան սպառազինության հետ չխոսող, բայց պարոն Խաչատրյան, ուզում եմ ցես հիշեցնել, որ Հնդկաստանից ձեռքբերվող եւ այլ տեղերից ձեռքբերվող զենքը եւս նատոյական ստանդարտներով է եւ մենք այո պարոն Խաչատրյան որքան էլ կներեք արտադրության համար որքան էլ որոշ շրջանակների մղկտոցին մենք կառուցում ենք նատոյական ստանդարտներով բանակ։ Ասում եք, որ գլխավոր շտաբի պետը հետքի պարոն Գեղամանուկյանն է ասում է հետքի հանդեսի հրապարակումից հետո շտապեց առաջնագիծ, բա պետքա շտապ էր պարոն Մանուկյան։ Մենք այն քաղաքական թիմն ենք, մենք այն պատասխանատու թիմն ենք, որը խնդիրների հետևից գնում է ու արձագանքում է այդ խնդիրներին, չի ծածկատեմփոց անում, որը արվում էր նախկինում։ Կամ սուերին անդրադարձ եղավ, հիմա էլ ասում եք, որ հիմա էլ ցանկացած առիթով երբ Ադրբեջանը ձեռքբերումներ է կատարում, այդ թվում եւ կործանիչ ավիացիայի ոլորտում, ներկայացնում եք դա որպես անհամաչափ Հայաստանի ձեռքբերումների հետ, բայց միաժամանակ քննադատում եք սուերի ձեռքբերումը։ Հնարավոր չի մի թեմայի շուրջ արգելի գործընկերներ քննադատեք թե ան թե բեն։ Ընդ որում դա ձեր գործելավոճն է դարձել արդեն ոչ միայն բանակի հետ կապված, այլ ընդհանրապես քաղաքականության մեջ եւս, երբ դուք գալիս եք, այն նույն մարդը գալիս է մեզ քննադատում է թե ան անելու համար, թե ան չանելու համար։ Հնարավոր չի նույն հարցի շուրջ տարբեր մեկնաբանություններով նույն մարդը քննադատական ելույթ հնչեցնի, այդ թվում օրինակ սուերի ձեռքբերման հետ կապված։ Ինչ վերաբերում է այս խմբակցությանը, որը գալիս է եւ չի ներողություն խնդրում Էդգար Ղազանի արտահայտությունների համար, ես հարգելի գործընկերներ, կոչով ուզում եմ դիմել մեր խմբակցությանը, մեր ֆրակցիային, ես կարծում եմ, որ ուժեղ Հայաստանին այլևս չպետք է տարանջատել Էդգար Ղազանից եւ չպետք է մենք կենտրոնանանք Էդգար Ղազանի անձի շուրջ, ընդհանրապես մենք պետք է ուղղակի հասկանանք, որ քանի դեռ խմբակցությունը ներողություն չի խնդրել իր պատգամավորի խոսքի համար, ինքը պատասխանատու է այդ խոսքի համար եւ ինքը եւս հանդիսանում է զինվորների մահ ցանկացող խմբակցություն, ոչ թե անհատներ, ոչ թե պատգամավորներ, այլ զինվորների մահը ցանկացող խմբակցություն է։ Եվ վերջում
ուզում եմ ներկայացնել նաև մեր բարեփոխումները, որոշակի բարեփոխումները, որոնք կատարվել են մեր բանակում, ինչքան էլ փորձեք դուք մեր հասարակության աչքերում նսեմացնել մեր ձեռքբերումները, որոնք այս տարիների ընթացքում արվել են, ուզում եմ ասել մեր սիրելի քաղաքացիներին, որ այս տարիների ընթացքում մենք ամրաշինական կառույցներ ենք կառուցել գրեթե սահմանի ողջ երկայնքով, դրանք տասնյակների են հասնում, որոնցից հետո մեր ազգաբնակչությունը այդ սահմանամերձ շրջաններում անվտանգության զգացողությունը վերականգնվել է մարդկանց մոտ, այդ մարդիկ այդ սահմանամերձ բնակավայրերում բնակարաններ են, տներ են կառուցել, այդ թվում նաև պետության աջակցությամբ 16 միլիոն դրամի ծրագրի շրջանակներում այդ բնակավայրերը նախկինում եթե դատարկվում են, հիմա շատերը տեղափոխվում են եւ մնում են ապրելու, ընտանիքները բազմանում են, մարդկանց անվտանգության զգացողությունը բարձրանում է, մեր զինվորականները ավելի բարձր աշխատավարձեր են սկսել ստանալ, մեր զինվորականները նաև սոցիալական խնդիրները լուծելու բերումով որ կենտրոնացել են իրենց ծառայության վրա, մենք սպառազինություն ենք ձեռք բերել պարոն Կարնիկ Դավթյան, որը դուք փորձեցիք մանիպուլատիվ կերպով ներկայացնել, բայց ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այս կողմում արդեն փորձառու քաղաքական գործիչներ ու փորձառու գործիչներ են նստած ու նաև մեր քաղաքացիներն այս վերջին 8 տարիների ընթացքում բազմաթիվ այդպիսի մանիպուլյացիաների ականատես են եղել եւ իրենք էլ են թրծվել, դժվար է մեր քաղաքացիներին մանիպուլացնել, պարոն Դավթյան, դուք փորձեցիք ներկայացնել մեր բանակի ձեռքբերումները, բանակի բյուջեն համեմատելով ընդամենը վերջին 1 տարվա մեր բյուջեն նախորդ տարվա հետ համեմատած, բայց ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2018 թվականի համեմատ 3-ից ավելի անգամ ավելացել է մեր բանակի բյուջեն։ Էլ չեմ ասում նաև մեր տեղական ռազմաարդյունաբերությունը, թե քանի 100 միլիոն դոլարի, շուրջ 400 միլիոն դոլարի 3 տարիների ընթացքում մենք ուղղել ենք տեղական ռազմաարդյունաբերությանը, մենք տեղական զենքեր ենք արտադրում, ոչ միայն ԱԹՍ-ներ, անընդհատ ԱԹՍ-ների մասին խոսվում է տեղական արտադրության, բայց ոչ միայն ԱԹՍ-ներ, նաև թույլ տվեք ասել ավելի խոշոր դրամաչափի զենքեր ենք արտադրում, այդ թվում հրետանային միջոցներ, այնպես որ այո բանակում խնդիրներ կան եւ լինելու են, հնարավոր չի որ բանակի կենթանի օրգանիզմի ու հնարավոր չի այնտեղ խնդիրներից ընդհանրապես զերծ լինել, բայց ամենօրյա աշխատանք է տարվում այդ ուղղությամբ եւ վստահ եմ որ առաջ ել չեմ ասում նաև մոռացա նշել այդ բարեփոխումների շրջանակներում մեր ռազմական ուսումնարանների ու ինստիտուտների ընդհանրապես կրթական մակարդակի բարձրացումը բազմաթիվ մի քանի անգամ պարոն Քոչարյանը ինձ երևի կհուշի թե քանի անգամ են ավելացել նաև համալսարանի ուսանողների եւ կուրսանտների թվականակը մենք նաև նրանց ապահովում ենք սոցիալական ծախսերով եւ այդ կուրսանտները ավարտելուց հետո միանգամից բնակարաններ են ստանում եւ սոցիալական խնդիրների առաջ չեն կանգնում եւ բազմաթիվ այդպիսի բարեփոխումներ են արվել, այնպես որ մեր բանակը հուսալի ձեռքերում է, մեր անվտանգության երաշխավորներից մեկն է բանակը եւ հուսանք ու մենք գնում ենք այն ճանապարհ, որ ոչ առաջին միջոցն է, եզրափակելով պարոն Կապելյան եւս մեկ անգամ ձեզ շնորհակալություն եմ հայտնում նախորդ գործունեության, նախորդ ժամանակաշրջանի համար եւ հաջողություններ եմ մաղթում առաջիկայում։